Գոհ եք կառավարության նախորդ 4 տարիների աշխատանքից։ Ոչ, բոլորովին։ Ինչից գոհ լինեմ։ Հիմա ես ոտքով ուղիղ մի կիլոմետր է գալիս եմ, որ հասնեմ Թելսել, որ տոմս առնեմ, նստեմ տրանսպորտ հոգնած հալիս։ Ինչից գոհ լինեմ։ Շատ դժգոհ եմ, շատ։ Ամեն ինչից։ Ոչ մի լավ բան չի եղել, ոչ մի լավ բան չենք տեսնում, միայն խոստումներ։ Ընդհանրապես մարդկանց կենսամակարդակի, մարդկանց հարցրեք լավ են ապրում, թե ավելի վատ են ապրում, հանգիստ են ապրում, ուրախ են ապրում, թե ասենք հոգսաշատ են ապրում, մտահոգված անվտանգության եւ մնացած բոլոր խնդիրներով։ Բնականաբար ոչ։ Բան չեմ կարող ասել։ Չէ։ Թանկացումները, գուրքահարկը, աղբը, ամեն ինչը թանկ է։ Ես մենակ մի հոգի եմ ապրում, տարածքի համար ինչի պիտի վճարել։ Ահա։ Բայց ինչու։ Տունը ունեմ, ամուսինի ունեմ, երեխա ունեմ, բայց հիմա ներկապային աշխատանք չունեմ։ Եղել է քաղաքապետարանում աշխատել եմ ժամանակին, կոմունալ բաժնում եմ աշխատել, լավ տեղեր եմ աշխատել այն ժամանակ, կոմունիստների ժամանակ շատ գոհ եմ եղել։ Բայց հիմա այս 4 տարիների ընթացքում աշխատանք չեմ կարող ճարեմ ես իմ համապատասխան։ Ստիպված ուզում եմ որ մանգամ գտնեմ, չգիտեմ, այն բառը չեմ ուզում ասել։ Մեր կառավարության իհարկե։ Ամեն ինչից գոհ եք։ Այո։ Թանկացումները։ Չէ, մենակ այդ բանից գոհ չեմ։ Նախարարությունում գործեր կանելու չեն անում։ Որ նախարարությունը։ Կրթության։ Օրինակ անկարգ աշակերտներից ինչ ասեմ, պետք է կանոնադրություն լինի, դպրոցականը պետք է ունենա իր պարտականությունները, իր բացի պարտականությունից իր ինչ հնարավորություններ ունի և ուսուցիչը պետք է ունենա իր պարտականությունները և իր արտոնությունները, դա չկա մեզ մոտ, դրա համար աշակերտները իրանց լկտի են պահում, դասատուն չի կարողանում, ոչ դասարանից հանի դուրս, ոչ պատիժ կանգնացնի, ոչ դպրոցից հանեն, ուզում ասեմ դասատուն կորցրել է իր հեղինակությունը, պետք է բարձրացնել դասատուի հեղինակությունը, ոչ թե աշխատավարձով, այլ մоралն է, սկզբից մоралն է հետո, եթե Փաշինյանը չլներ, ուրիշ կառավարություններ, Սերժի կամ ինչ-որ մեկի, Հայաստանը կդառնար Ռուսաստանի գուբերնիան։ Դա արդեն նախատեսված էր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի և մյուսների ծրագրում։ Փաշինյանը դες փրկեց, պետք է հասկանալու համար պետք է լավ տրամաբանություն ունենալ, չեմ անում։ Ոչ այդքան չէ, լինելով մանկավար, այդքան գոհ չեմ, ճիշտն ասած։ Աշխատավարձերի հետ կապված։ Իհարկե, մանկավար եմ, արդեն 40 տարի եւ ստանում եմ շատ մինիմալ գումար, իհարկե, ես համարում եմ, որ իմ աշխատանքը շատ կարևոր է եւ շատ պիտանի է այս հասարակության եւ երեխաների համար եւ անկախ աշխատավարձից աշխատում եմ, որովհետեւ շատ սիրում եմ իմ աշխատանքը եւ կշարունակեմ աշխատել անկախ ամեն ինչից։